Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ անկրկնելի, միակ, անզուգական, մոգական աստրոմագ եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերհզոր, բայց միաժամանակ շատ պարզ եւ մատչելի մոգական արարողակարգեր, հնարքներ, զանազան հմայախոսություններ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել շատ ավելի երջանիկ, բարեկեցիկ եւ ներդաշնակ կյանքով։ Սիրելի բարեկամներ, այժմ Լուսինը շարունակում է գիտեք որ աճել եւ 2026 թվականի ապրիլի 2-ին տեղի կունենա ապրիլյան լիալուսին, իսկ մինչ այդ մարտի 19-ից սկսած մինչեւ ապրիլի 2-ը կարող է կատարել բոլոր այն հմայախոսությունները, արարողակարգերը, որոնք միտված են ձեր կյանք դրական զարգացումներ ներգրավելու։ Հատկապես բարենպաստ են փողաբեր արարողակարգերը, սիրելի բարեկամներ, եւ հատկապես քան որ այժմ արդեն այս վիդեոն ես տեսագրում եմ մարտի 25-ին, լուսինը արդեն բավականին կլորացել է, այսինքն մինչև լիալուսին ընկած այդ ժամանակահատվածում շատ բարենպաստ է կատարել փողաբեր արարողակարգեր եւ հմայախոսություններ եւ այժմ ես ձեզ կներկայացնեմ մի այդպիսի հմայախոսություն, որը կատարվում է 3 օր շարունակ եւ կարդացվում է լուսնի վրա։ Սիրելիներս, լուսինը պարտադիր պետք է երևա։ Ցանկալի չէ, որ լուսինը պատված լինի ամպերով։ Այսինքն եթե հանկարծ լուսինը չի երևում այդ 3 օրերի ընթացքում մինչև լիալուսին այդպես հաշվեք, մինչև ապրիլի 2-ը, ուրեմն սպասեք մինչև հաջորդ աճող լուսնի ժամանակահատվածը։ Իսկ ինչպես տեղեկանալ երբ է լուսինը աճում, իհարկե անպայման այցելեք իմ պաշտոնական ինտերնետային կայքը annehachverdyan.com-ը, որտեղ առկա է լուսնային օրացույց եւ լուսնային ամսվա բոլոր կարևոր պարբերաշրջանները կան՝ լիալուսին, նորալուսին, առաջին քառորդ, վերջին քառորդ եւ այլ լուսնային օրերն են ներկայացված, այդում շատ հետաքրքիր տեղեկատվություն կա, այդ թվում նաեւ իմ խորհրդատվությունների մասին, աստղաբանական խորհրդատվություն, մոգական արարողակարգերի հետ կապված իմ բոլոր ծառայությունների մասին, ֆենշույ խորհրդատվության մասին եւ իհարկե հաջողության բանալի փակ տելեգրամյան ակումբի մասին, որտեղ ամեն ամիս ես ներկայացնում եմ փողաբեր կոդը, փողաբեր կտրվածքները, բարենպաստ անբարենպաստ օրերը, ամսվա ընդհանուր բնութագիրը, նկարագրությունը, բարենպաստ եւ անբարենպաստ ուղղությունները եւ շատ այլ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկատվություն, որը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի հաջողակ։ Եվ սիրելիներս, ահա եկավ երեկոն, այս արարողակարգը, ինչպես դուք հասկացաք, կատարվում է երեկոյան, որովհետև դուք պետք է տեսնեք անպայման լուսինը, հա, լուսնի մահիկ անպայման պետք է տեսնեք աճող լուսինը։ Դուրս է գալիս պատշգամբ, բացում եք պատուհանը կամ եթե դուք ինչ որ սեփական առանձնատուն ունեք, դուրս է գալիս բակ։ Եվ նայելով լուսնի վրա անմիջապես կարդում եք այն հմայախոսությունը, որը գրված կլինի այս վիդեոյի տակ նկարագրության մեջ 3 անգամ։ Հմայախոսության այդ տեքստում կլինեն փակագծեր, այնտեղ ասում եք ձեր անունը։ Ասեմ նաև սիրելի բարեկամներ, որ այս արարողակարգը դուք կարող եք կատարել ոչ միայն ձեր համար, այլ նաև ձեր հարազատների եւ մտերիմների համար, ամուսնու, ասենք երեխաների, չգիտեմ, ծնողներին ու ցանկացած ձեր մտերիմի համար կարող եք կատարել այս արարողակարգը։ Այսինքն այսպես 3 անգամ կարդացիք ձեր անունով, իսկ այնուհետև սկսում եք շարունակում եք եւս 3 անգամ, ենթադրենք կարդում եք ձեր որդու համար կամ ձեր ամուսնու համար եւ այլն։ Այդպես կարող եք մի քանի հոգու համար 1 օրվա ընթացքում կարդալ։ Եվ այս հմայախոսությունը կարդացվում է լուսնի վրա 3 օր շարունակ։ Եթե հաջորդ օր, ասենք առաջին օրը երկինքը բաց էր, դուք կարդացիք, գալիս է երկրորդ օրը, արդեն երեկոյան մութ է, երկինքը պատված է ամպերով, դուք արդեն բաց եք թողում, եթե լուսինը չի երևում, ապա չեք կարող կարդալ այս հմայախոսությունը։ Հաջորդ օրը, բայց անպայման, երբ արդեն լուսինը երևա, կարդում եք։ Ենթադրենք 3-րդ օրը, նույնպես երկինքը փակ է, նույնպես բաց եք թողում, սպասում եք մինչև
երրորդ անգամ պետք է կարդաք, տեսնում եք երկինքը մթագնել է, լուսինը չի երևում, ուրեմն արդեն սպասում եք մինչև երևա։ Այս մաղախոսությունը կարող եք կարդալ ընդհուպ մինչև լիալուսին, այսինքն այդ թվում նաև լիալուսնի օրը, բայց զգուշացեք, մարող լուսնի ժամանակ, այսինքն մինչև ապրիլի 2-ը ներառյալ, լիալուսնի օրը ներառյալ, բայց արդեն ապրիլի 3-ից հետո դուք չեք կարող կատարել այս մաղախոսությունը, հանկարծ դա չանեք, որովհետև արդեն այդ ժամանակ սիրելիներս հակառակ արդյունքը կստանաք։ Եթե մարող լուսնի ժամանակ կարդացիք այդ նույն խոսքերը, ուրեմն ընդհակառակը գումարները կկորցնեք։ Այս մաղախոսությունը օգնում է ակտիվացնել ֆինանսական հոսքերը դեպի ձեզ, նյութական բարեկեցությունը ձեր ամրապնդել, նաև շատ այնպիսի նախաձեռնություններ եւ ծրագրեր, որը դուք չեք կարողանում նախկինում կատարել, ինչ-ինչ պատճառներով, ապա ձեզ մոտ այդ ամենը կստացվի։ Անպայման կատարեք այս պարզ հմախոսությունը, փողաբեր հմախոսությունը լուսնի վրա եւ անպայման մեկնաբանություններում գրեք արդյունքները։ Նաև սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Աստրոմագիա եւ Թալիսմաններ իմ YouTube-յան ալիքին, մոգական YouTube-յան ալիքին եւ աստղաբանական YouTube-յան ալիքիս, աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքիս։ Նաև հետևեք ինձ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, սիրելի բարեկամներ, կհանդիպենք ցտեսություն։